հավաքել բոլոր իրերը Ավտոբուսով դեպի ճամբար օրերով շատ կա մեր քիչ Ամառը բարավ սարավ եթե տանից դուրս գանք Անիմաստ ամբողջ օրը խաղալու ենք հալամուլա Կամ արևի տակ պիտի անիմաստ թրև գանք Ես գնում եմ դեպի ճամբար հերիք եղավ դեբոլա Երևանը տունն է իմ Բայց ես գնում եմ դեպի ճամբար Տանից հեռու այլ վայրում Ես իմ առօրյան եմ վայելում Դեպի ճամբար Պիտի գնամ ու մնամ Քանի անգամ Պիտի կրկնել որ հաջորդ տարի էլ ապայման կգամ Դեպի ճամբար Պիտի գնամ ու մնամ Քանի անգամ Պիտի կրկնել որ հաջորդ տարի էլ ապայման կգամ Երեխեք ջան, մի հատ եմ բան հարցնում ու գնում եմ թողում եմ հանգիստ քնեք։ Ով կարա գուշակի, ես ջահել ժամանակ ինչ սպորտաձևով եմ զբաղվել։ Հələ։ Դե ձեր կազմվածքի նայելով ենթադրում եմ, որ շախմատիստ եք եղել։ Դե շախմատը նստակյա սպորտաձև է։ Դե նստակյա սպորտաձևից է առաջանում մեծ ու հաստլիկ փոր։ Ուրիշ։ Դե ձեր փորին նայելով ենթադրում եմ, որ զբաղվել եք կամ ֆուտբոլով, կամ բասկետբոլով, կամ էլ վոլեյբոլով։ Ասացիդ մեջ ճիշտ պատասխան կար։ Իրականում ես եղել եմ պրոֆեսիոնալ վոլեյբոլիստ, բայց ժամանակի ընթացքում դարձել եմ վոլեյբոլիստ։ Իսկ այդ ինչա նշանակում, որ վաղվա վոլեյբոլի խաղից հետո մենք վաստակում ենք մեր համատեղ առաջին 5 միավորը։ Երեխեք ջան, ձենել կտրեք, թե չէ կարող է միամիտ ընկեր Տարզանը մտնի ներս ու ասի։ Ընկեր կոյրում Չեմ հասկանում ես ինչ աղմուկ աստեղ արա։ Ընկեր կորում, դե գնա քնի հանգստացի, որովհետև մեր վաղվա հույսը դու ես։ Քնեք, բարի գիշեր։ Մենք բոլորս հանգիստ գլուխներս տրեցինք բարձերին, քանի որ վստահ էինք, որ վաղվա մեր հաղթանակը ապահովված է։ Սակայն մենք չենք էլ կասկածում, թե ինչ լուր է սպասվում մեզ առավոտյան։ Թողել մեր սենյակ մտնեք։ Այ ակլոններ, ժամը քանիսն է։ Արդեն 8:30 է ու ընկեր Կորյունը չկա։ Ոստեր չկա, երեքի հետ խոսում։ Ալեքսիկ, հերիքա զրաս, ընկեր Կորյունը ուղղակի չկա, անհետացել է։ Առավոտից ման են գալիս չեն գտնում։ Ինչի ընկեր Կորյունը տելևիզորի պուլտը, ինչա որ չեն գտնում։ Միան դիվանի կողքերը նայեք։ Նարեկ, հումորի ժամանակը չի, ընկեր կարան բարորին հրապարակում շարելա ու մեզ է սպասում։ Նենց որ արագացրեք, գնանք նախավարժանքի, հետո կզբաղվենք ընկեր Կորյունին փնտրելով։ Լավ դե դուք գնացեք, մենք արագ հագնում ենք գանք։ Արագ, շուշուտ գնացեք հագնվենք։ Ահա, արծիվների երամը եկավ, բայց ոնց տեսնում եմ ծեր արծիվը չկա։ Կարող է ընկեր Կորյունը ծեր արծվի պես մոլոր, օդար ափերում, ծնողողին կարոտ, հավերժ գնացքուն։ Ընկեր Կարո, բայց մենք չգիտենք, թե ընկեր Կորյունը ուր է անհետացել։ Լսի այ բոքոն, ես էլ չգիտեմ, թե ուր անհետացավ ձեր թմի մի միավորը։ Վայ ընկեր Կարո, ինչ եք շտապում մեզանց մեծ միավոր հանել։ Միգուցե ընկեր Կորյունը իրոք շատ լուրջ փորձանքի մեջ է հայտնվել։ Այ փշկլիկ, ոնց կարա փորձանք հետ փորձանք տեղի ունենա։ Հենց որ ես ձեր թմից մի միավոր հանում եմ։ Մենք սկսում ենք վոլեյբոլի մրցումը։ Ու ինչպես կարգն է, հաղթող թիմը կստանա 5 միավոր։ Լավ է։ Այո։ Գտար Կորյունին։ Չէ մամ, ամբողջ ճամբարը տակնու վրա եմ արել, ոչ իր սենյակում, ոչ բուժկետում, ոչ ճաշարանում, նույնիսկ կողքի գյուղում եմ նայել, ընդեղ էլ չկա։ Ես գիտեմ ուրա։ Ուրա։ Բարձրացի վերև։
Կորյուն։ 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 Ես ինչ է վիճակը։ Ալո։ Ալո։ Աննա դու է։ Ակամից տեսա ճանաչեցի աղքատանան։ Կորյուն, ախր դու Կորյուն, խոստացել էր որ չես խմելու այդ տղա։ Ես ինչ է վիճակդ։ Ես չեմ խմել, ես լակել եմ։ Ինչ ես լակել։ Բարի, բարի։ Իրիկունը զանգեցի, երեխեքից ուզում էի պարագիշեր ասեի, վերցրեց կինս, նախ կինս, ասում դու իրավունք չունես երեխեք հետ շփվես, հասկանում ես, ասում իրավունք չունես, ու բլոկ արեց հեռախոսս, չգիտեմ քաղաքային հեռախոսով ոնց բլոկ արեց, բայց արեց, հասկանում ես ես երկրագնդի վրա, միակ կենթանի, որ իր երեխեք հետ չի խոսում է ձուկն է, բայց ձուկ եմ, Կյանքս մի հատ բուժկետ էի ուզում գնայի գայի, ասեցի մատ ես երշիկը տանեմ, վիրի թոմատ ստուգի, նրա չափանիշներին համապատասխանում, թե չէ։ Այ ուտողուրացող, էդ դու չէր, որ մի շաբաթա հիացած էիր ես երշիկի որակով, հիմա էլ տանում ես, որ Լիլիթը ստուգի։ Կյանքս ցավը տանեմ, ես կոնկրետ այս մեկը նկատի ունեի, մի տեսակ գույնը դուրս չի գալիս ունես, ոնց որ տաքություն են հասկանում ես։ Լյուդվիգ, ինչ ես զառանցում, կարող է դու տաքություն ունես։ Արա հա էլի, ես գնացի բուժկետ։ Հենց հիմա այդ երշիկը դնում ես սառնարանը, թե չէ կարող է իսկականից գնաս բուժկետ ու շատ լուրջ վնասվածքներով։ Արա մեռնեմ ես քո կյանքին, հրաշքը, սերս, որ մի քիչ չափազանցնեմ գեղեցկուհիս, ախր դու ոնց ես հավատում, ոնց ես պատկերացնում, ես քեզ թողած, պետք է գնամ այդ Լիլիթի կողքերը գնամ ֆռամ, հասկանում ես, ախր ես քեզ ոնց կթողեմ կգնամ։ Ես ուղղակի ես երժիկ էլի։ Կորյուն, ես իրավաբան էի վարձել, որ զբաղվեր քո գործով։ Ու նա հասել է նրան, որ այսօր արդարադատության նախարարությունից մարդ է ուղարկել, որ ստուգեն, խմում ես թե չես խմում։ Բայց արի ուտես ես ինչ վիճակում ես դու։ Դու պիտի ապացուցես, որ կարողանում ես երեխաների մասին հոգ տանես, որ կարողանում ես նրանց հետ շփվես, որ դու փոխվել ես։ Կորյուն, ասեմ ավելին, ես քեզ հատուկ ճամբարի ջոկատավար նշանակեցի, որ դու քեզ արդարացնես, որ դա իրական լինի։ Կորյուն, խնդրում եմ հասկացի, քեզ կարող են ցմահ ծնողական իրավունքի զրկել։ Այս ծրմետ կինած արեչեց։ Կորյուն, թող խնդրում։ Այ խմենք էդ իրավաբանի կինացը, ինքը լավ մարդ է։ Մինչև չսթափվես, սենյակից դուրս չես գալու։ Պարկի հանգստացի, Աստված մի արասցե, սոց ծառայողների ականջին սա հասնի, շատ ավելի վատ է լինելու։ Հասնի։ Պարկի ես գնամ տեսնեմ ինչա կատարվում։ Փակելու եմ։ Միոպ, այս երեխեքին խոստացել եմ, որ վալեբոլ են խաղալու իրար։ Աննա։ Ընկեր Կորյունը մեզ խաբեց, սիրտս այսենց կտոր է լինում, ախր ինքը խոստացել էր, որ այսօրվա վալեբոլի խաղեն կաղթենք, բայց կորավ։ Ահորում պետք չի մի անգամից ենթադրություններ անել, կարող է ինչ-որ դեպք է պատահել ու դրա համար էլ ընկեր Կորյունը չկա։ Բայց եթե ընկեր Կորյունը չկա, ուրեմն չկա նաև մեր այսօրվա հաղթանակը։ Լուրջ եմ ասում, ոնց որ տատիս եմ եք։ Ընկեր Կորյունն էլ թոշակ։ Թոշակի հույսին եք մնացել, ինչի մենք, մեր ուժերով չենք կար այդ խաղը կրենք։ Կարանք,
Եթե իհարկե ընկեր Ալենը իր բնավորության համաձայն կռիսություն չանի։ Ընկեր Անահիտ, այսօր շքեղ տեսք ունեք։ Ալեն, դու փրկեցիր իմ կյանքը։ Գիտես թե մենակ ընկեր Հակոբն է մարդկանց կյանքը փրկում։ Ինչ անեմ, որ քո լավության տակից դուրս գամ։ Դե այս քանի մոտ չեմ ասելու, արեական ջիտաս։ Բայց դա հնարավոր չի։ Անահիտ ջան, 2018 թվականի մայիսից հետո այս երկրում ամեն ինչ հնարավոր է։ Ընկեր Ալեն, ուր է իմ աջարական խաչապուրին։ Նսի Աբգարիկ, ես իհարկե քո հորը հարգում եմ, բայց դու չափերը տանցնում ես։ Իսկ կլինի այդ ամեն ինչը պապային ասես։ Իհարկե, ասա թող զանգի ինձ։ Արսեն, դու գիտես հեռախոսի համարը ոնց եմ փակում։ Ալո։ Ալո, ով է։ Դուք եք զանգել, դուք պետք է ասեք ով է։ Ես ներկայանալու կարիք չունեմ, դու պետք է ինձ ճանաչես։ Կամ էլ եթե չես ճանաչում։ Մարդ կուղարկեմ կգա կպատմի իմ մասին։ Ուղղակի նախորդ զգուշացնում եմ, որ այդ մարդը ահա որ ծավոտ է պատմում։ Աբգարիչ դուք եք։ Լավ էլ ինտելեկտուալ տղա ես։ Մի անգամից ճանաչեցիր։ Աբգարիկս ոնց է։ Շատ լավ է, նոր ճաշարանում էր։ Ես էլ իր համար աճարական խաչապուրի էի պատվիրել, ուր որայա կհասնի։ Դե ուշադիր կլինես շուտ հասնի։ Թե չէ երեխեն որ սոված մնաց, դու էլ ես սոված մնալու։ Երեխեք, այս նարեմ ոնց որ Քայլի Ջենների Instagram-ի էջը լինի։ Բոլոր տղաները իրան են հետևում։ Սոնա չմտածես ինձ չեն հետևում, ուղղակի իմ պրոֆիլը փակ է, բայց հենց բացեմ, բոլորի ուշադրության կենտրոնում ես կլինեմ։ Էդ ոնց ես անելու։ Դե նայեք ու սովորեք։ Ինչ եղավ։ Ոչինչ, նորմալ է, հեսա կանցնի։ Կուզես անեմ բուժկետ, գուցե իրոք շատ լուրջ վնասված եղել։ Չէ, նորմալ է։ Արի քեզ օգնեմ մի քիչ նստի։ Հա, ճիշտ ասա։ Հաստատ ցավատվել, մի քիչ նստի, ես կանցնի։ Մերսի Սամվել ջան։ Ու այսքանով ամեն ինչ չի վերջանում։ Դուք սպասեք երկրորդ սերիային։ Երկրորդ սերիա։ Հա, հիմա այս տղաներից որ մեկին ես այսօր տեսնեմ, ինքը ինձ հարցնելով ոտքդ ոնց է, ու անկախ իր կամքից մենք սկսելու ենք շփվել։ Ես անհամբեր սպասում եմ երկրորդ սերիային։ Լիլի ջան, մի խոսքով, խնդրում եմ այս մասին ոչ ոք պետք է չիմանա։ Վայ, ընկեր Թումանյան, մի մոռացեք, որ ես Հիպոկրատի երդում եմ տվել, որ պետք է օգնեմ հիվանդներին։ Լիլի ջան, ոչ միայն Հիպոկրատի երդում պետք է տաս, այլ նաև երդում պետք է տաս, որ այս մասին ոչ ոք պետք է չիմանա։ Լավ։ Ընկեր Թումանյան, մամայիս արև ոչ մեկ չի իմանա։ Լավ, ես գնամ Կորյունին բերեմ։ Հարգելի բժշկիկներ, այսօր մենք սկսում ենք մեր ճամբարի վոլեյբոլային մրցումները։ Վոլեյբոլ, ընկեր Կարո։ Այլի, վոլեյբոլ։ Այսօր մրցելու են արլուսները եւ գովազները։ Պարզ է։ Ես քիչ առաջ խոսեցի ընկեր Թումանյանի հետ եւ պարզվեց, որ ընկեր Կորյունը մի փոքր վատառողջ է, բայց հուսամ արծիվների խաղի ժամանակ ընկեր Կորյունը կհասցնի համալրել ձեր շարքերը։ Հա, հաստատ համալրեց։ Հիմա մենք ոնց որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը լինենք։ Առանց Հենրիկ Մխիթարյանի ոնց ենք խաղալու Աստված գիտի։
Նարեկ ամպերի։ Մեր հենոն շուտով կգա։ Մոռացել ես ինքը խոստացել էր։ Խեղճ երեխեքը կիմանան իրենց խաբել եմ։ Չէ, Աննա, դու ինձ հետ չես բայ։ Ապեր, ես արդեն ճամբարում եմ։ Հետևի կողմով բարձրանում եմ ճաշարան։ Դու արի ճաշարանի մոտ, լավ։ Կորյուն, ես ինչա վիճակն, այդտեղ խեց փոխնում, հիմա նախարարությունից գալու են քեզ ստուգելու, որ քեզ ես վիճակում տեսնեն ինչ ենք պատասխանելու։ Լավ եմ արել եմ, ով ուզում է թո գա։ Կորյուն, բարև ձեզ, ներեցեք դուք ով եք։ Ես սոված կետեի մի առաքիչն եմ ու ապրանքը պետքա տեղ հասցնեմ ամեն գնով։ Իսկ կներեք, ինչ ապրանք, ում համար։ Կներեք, բայց այդ մեկը չեմ կարող ասեմ։ Կորյուն, ես հաստատ նախարարության աշխատող էր, քողարկվել էր առաքիչի անվան տակ, մենք էլ ինչ կարճ խոսացինք, հիմա ինչ ենք անելու։ Այսինքն, վերջ։ Հա, վերջ, որովհետև այդ մարդը կգնա ու կպատմի ամեն ինչ, ու քեզ վերջնական կզրկեն քո ծնողական իրավունքներից։ Մշկլտիկներ, ինչպես նկատեցիք, խաղը ավարտվեց։ Այս խաղում հաղթող ճանաչվեցին արիլուծները։ Լավ։ Հաջորդը մրցելու են արծիվները եւ բազաները։ Ողջույն սիրելի հետևորդներ, մենք հիմա սկսում ենք մեր խաղը եւ ես ցանկանում եմ, որ դուք մեզ երկրպագեք, որովհետեւ մենք բազաներն ենք, աչք ունենք սուր եւ մեր դեմ պայքարելն է իզուր։ Ճիշտ է, ընկեր Կորյունը մերը չի, բայց մենք պետք է հաղթենք ու ապացուցենք, որ ուժեղ թիմ ենք։ Այո! Գնացի։ Պատրաստ եք։ Խաղը համարում են բացված։ Վերջ Կորյուն, դու կպարկես այնքան ժամանակ, մինչև կսթափվես։ Այ երբ որ սթափվես, այդ ժամանակ մենք կխոսենք։ Զնիվ խոսք, ես լավ եմ, թողեք գնամ, ես չեմ ուզում այդ երեխեք ինձանից հիասթափվեն, ես իրանց Խոստացել ես, դու խոստացել էիր նաև որ չես խմելու, բայց խմեցիր չէ, ինչպես կարողացար դրժել այս խոստումդ, կարող ես նաև երեխաների խոստումը դրժել։ Լիլիթ, խնդրում եմ, կհետևես, որ Կորյունը չփախչի։ Լցեցիր Կորյուն։ Լիլիթ ջան, բա դու կթողես ես իմ խոստումը չկատարեմ։ Հա, թող գնամ էլի Թումանյանը չի իմանա։ Կորյուն, նախ Թումանյանը կիմանա, հետո էլ ի տարբերություն քեզ ես իմ խոստումը պահում եմ, այնպես որ դու 2 ժամ դեռ պարկած ես մնալու այստեղ։ Պարկի։ Չէ, մինոպես ինչ առաջարկում ես, խոստի պարկի։ Սուրճ, թեյ, ինչ կուզեք։ Շնորհակալություն, ոչինչ։ Լավ։ Բարև ձեզ։ Հյուրեր ունենք նախարարությունից։ Իսկ որ նախարարությունից։ Արդարադատության։ Մենք Կորյունի հարցով ենք եկել։ Բա այդ տղան ով էր։ Ինչ տղա։ Համովեր Աբգար ջան։
Դե հեսա տնակ ֆինալում ում ենք թռցնում, բազեներին թե արծիվներին։ Ինչ կապ ունի, մեկը երկուսն է հուշ են, երկուսինը կթրցնենք։ Դե ես գնամ, հենց պապաց զանգի կբարևես։ Անես հավին նայի, սրա բդիկներին նայի, թևիկներին նայի, սրան աշկիս ուղակ եմ միս Հավաստանի մրցույթին մասնակցել։ Չես բան, շիշ լավ։ Էդ իմ հետ ես։ Չէ, Մարգո ես հավի հետ եմ։ Լյուդվիգ, ես վերջերս ոչ հետը շփվում ես, ոչ կիսվում ես, ոչ էլ մի հատ քաղցր բառ ես ասում։ Կարս ասես, ես ումից եմ պակաս։ Մարգո, դու պակաս չես, դու ավել ես։ Ես կասեի շատ, լիքը։ Հասկանում ես։ Լյուդվիգը լսում է։ Լյուդվիգ, դու պատժ կանես։ Գոյրուն ջան, ցավդ տանեմ, ես ախր ինչ անեմ, բայց հաց հոսակ երեխեքի համար չեմ կարող ես։ Կարաս գաս, փոշկետ։ Փոշկետ։ Ես եկա ցավդ տանեմ։ Մարգո, ես պետք է գնամ, գոյրուն ինչ-որ պրոբլեմ ունի էլի։ Շուն մեր ընկերա, գնամ տնամ էլ ինչ էլի գալիս եմ ես։ Շուտ կգաս։ Տիկին Թումանյան, ձեր ուղարկած բնութագրի մեջ այնքան լավ բաներ եք նշել Կորյունի մասին, որ այդքանից հետո ոչ միայն պետք է վերականգնենք նրա ծնողական իրավունքները, այլ նաև վրճակենք որպես տարվա լավագույն հայրիկ։ Հավատացեք, այդ բնութագրի մեջ ես ոչ մի բառ չեմ չափազանցրել։ Աչքի ընկնում կարգապահությամբ։ Այո, հիմա ուղղակի մի փոքր վատառող չէ, դա է պատճառը, որ չի կարող գալ այստեղ։ Դե եթե չի կարող, մենք կարող ենք գնալ նրան տեսակցության։ Իհարկե կգնաք, միայն սուրճ խմելուց հետո։ Մարիամ ջան, հյուրերին սուրճ կհյուրասիրես։ Աշկելոներ, ինչպես նկատեցիք, արծիվները շատ անհավասար պայմաններում առանց ջոկատավայրի հաղթեցին բազեներին։ Հիմա արլուծները խաղան արծիվների հետ եզրափակիչ խաղում։ Երեխեք, տարբերակ չկա, չենք հաղթելու։ Դու արտիվ ես թե ագլը, վերիք ակալոս, հաղթելու ենք։ Չէ, բայց մի րոպե երեխաներ։ Իրոք մեր հաղթելու հավանականություն շատ քիչ է։ Մանավանդ որ ընկեր Ալենը միայնակ բոլորից կճախճախի։ Մեզ ոչ ոք չի կարա հաղթի, եթե մենք խաղանք թիմային։ Անկամ օլիմպիական չեմպիոնները։ Ընկերանուշ, ասում եմ, քանի հիմա պերերի վա, կարող է գնանք միասին մի հատ կոֆե ծակենք։ Ընկեր Կարո, նախ կոֆե չի, սուրճ է։ Երկրորդը սուրճը չեն ծակում, խմում են։ Երրորդը պերերիվ չի, պերերիվ է, չորրորդը պերերիվել չի, ընդմիջում է։ Եվ վերջապես հինգերորդը կլինի չխոսես։ Ես որ հաստատվեց, որ ինձ զրկում են ծնողական իրավունքներից։ Չասկս ես կարող ես ինձ որդեգրես, այ ախպեր։ Լյուդվիգ, ես եմ խմել, դու ես էշեշ դուս տալիս։ Ես ուզում եմ ընդամենը, քանի Լիլիթը ստեղ չի, դու գաս իմ տեղը պարկես, ես թողեմ գնամ երեխեքիս հետ վոլեյբոլ խաղալու։ Հասկանում ես, ես այդ երեխեքին խոսք եմ տվել, Լյուդվիգ։ Ես աշխարհում միակ մարդիկ, որ ինձ հավատում են այդ երեխեքն են, ես չեմ ուզում, որ այդ երեխեքն էլ ինձանից հիասթափվեն, հասկանում ես, Լյուդվիգ։ Արա Կոյրուն ջան, ցավդ տանեմ, դու ինչ պրոբլեմ ունես։ Արի գնաս էսը պարկին Լիլիթը չի ջոգի, որ դու չես, արի։ Սկոպիտի։ Օխ, ցավը կոմոց։ Օխ։ Դու ես։ Eu já estava muito pesado, pai.
ջան, մի քիչ լավ չէ, ես գմացեցի կամ պարկ եմ։ Ամեն դատար ձերով չեմ եկի էլի։ Կարամ չէ, ճնշումս նես ցավում է։ Դե ինչ։ Գնանք տեսնենք Կորյունին։ Իսկ կարող է հաց ուտեք։ Տիկին Թումանյան, մենք շտապում ենք, ավելի լավ կլինի դուրս գանք։ Լավ։ Մի րոպե։ Ես էլ եմ խաղում։ Զարմանալի է։ Իսկ իմ երեխեքը ինձ sense չեն դիմավորում։ Գիտեք, ընկեր Կորյունը մեր լավագույն ջոկատավարն է։ Երեխաները նրան շատ են սիրում։ Նույնիսկ կողքի ջոկատների երեխաներն են ընկեր Կորյունին սիրում։ Ձեր արծիվը վերադարձավ։ Հիմա հավասար պայքար է գնալու։ Ես ապշած եմ։ Մենք նախարարությունում անպայման դրական եզրակացություն կներկայացնենք։ Հուսով եմ, դա գործին լավ ընթացք կտա։ Բարի։ Դե ինչ, եթե հաց չեք ուտում, կարող եմ ձեզ ճանապարհել։ Համեցեք։ Դասավոր։ Դասավոր եք, դասավոր։ Պատրաստ։ Վերջ, հաղթեցին արլուստները։ Արծիվներ։ Երեխեք ջան, կներեք, ես իրականում ես շատ լավ վոլեյբոլիստ եմ։ Եղել ընկեր Կորյուն։ Ամել դուք պես խոստացաք, որ մենք հաղթելու ենք, բայց եկաք ու փչացրեցիք մեր խաղը։ Ճիշտ է ասում։ Մինչև այդ լավ էլ խաղում ենք։ Ես նույնիսկ վստահ եմ, որ եթե դուք չկաք, մենք անպայման կհաղթենք։ Երեխեք ջան, ուղղակի չէի ուզում ասեի, բայց ասեմ, ես ընտանեկան խնդիրներ ունեի։ Ինչի մենք ձեր ընտանիքից չենք ընկեր Կորյուն։ Հա, մենք էլ խնդիրներ ունեինք։ Գայք ու մեր խնդիրները լուծեիք։ Չնայած որ եկաք ինչ օգուտ։ Փաստորեն ճիշտ էինք լսել ձեր մասին։ Դուք ուղղակի այսքան ժամանակ ձևացրել եք, որ լավն եք։ Փաստորեն դուք դեռ չեք փոխվել։ Չէ, երեխեք ջան, ես հավատացնում եմ ձեզ, այն ինչ որ իմ մասին լսել եք, այդ այն չի, ես փոխվել եմ, երեխեք ջան, ես առաջվանը չեմ, ես երդվում եմ, ես չէի ուզում, որ սենց ստացվեր։ Գիտեք ինչ, ընկեր Կորյուն, մի տեսակ չենք հավատում։ Չգիտեմ ես այդքան հիմար եմ թե լավատես, բայց ես հավատացի ընկեր Կորյունին։ Հավատացի, որ նա հենց այնպես չէր անհետացել։ Այդ ամենի տակ կար թաքնված մի շատ լուրջ պատճառ։ Բարի գիշեր, ընկեր Կորյուն։ Ես կուզեի, որ երեխաները նույնպես հավատային նրան։ Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հույս ունեմ, որ ընկեր Կորյունը կապացուցի բոլորին, որ նրանք սխալվում էին։